Մենք ողջույն ժողովուրդ ջան, հարգանքներս բոլորիդ, հուսամ հետաքրքիր կլինի եթերը եւ կկիսեք դուք այդ ձեր էջերում, չի համար շատ շնորհակալ կլինեմ, իսկ ովքեր որ բաժանորդագրված չեն էջին, խնդրեմ բաժանորդագրվեք, մենք այստեղ փորձում ենք քաղաքացիական տեսանկյունից դիտարկել ու ըստ տրամաբանության մեկնաբանել ներքաղաքական իրավիճակը, իհարկե անդրադառնում ենք նաեւ ամենատարբեր թեմաներին, այդ թվում նաեւ ինտերակտիվ երկխոսությանը եւ թույլ տվեք միանգամից հենց սկզբում խնդրել, որպեսզի մեկնաբանությունների դաշտում հարգանքով վերաբերվեք միմյանց կարծիքներին եւ կոպիտ երկխոսություն չծավալենք, հատկապես հայհոյանքները կամ հայհոյությունը իհարկե մաքրվելու է։ Ուրեմն ես անընդհատ նայում ենք, տեսնում ենք, որ այն մարդիկ, ովքեր որ ավելի շատ են խոսում, ինչ որ հանրային համերաշխություններից, չգիտեմ, համախմբումներից, որպես կանոն մեծամասամբ իհարկե խոսքը բոլորին չի վերաբերում, մեծամասամբ հենց ամենաագրեսիվը իրենք են, ու իրենք այս տեսակի մարդիկ, երբ որ ասում են համախմբում կամ համերաշխություն, նրանք նկատի ունեն ոչ թե փոխզիջումային տարբերակ կամ ասենք դիմացինի իրավունքներ հարգելու տարբերակ, այլ մշտապես նկատի ունեն, որ պիտի բոլորը իրենց պատկերացրածի շուրջ համախմբվեն։ Իրենք չեն ուզում գնալ որոշակի կոնսենսուսների, հա։ Դե սա բնական է, ես արդեն 6-րդ տարին է, երևի ամեն օրով գրեթե ապացուցվում է, ու ես էլ բարձրաձայնում եմ դրա մասին, որ ով ինչից խոսում է, շատ դեպքերում իրենք հենց կայանում են դրա մեղավորները կամ դրա այդ արժեքների կրողները։ Գիտեք, ցանկացած հանրության մեջ կա կեղտոտ հատված, կեղտ կա։ Եվ պատկերացրեք, եթե ջուրը լցված է, եւ նրա խորքում կեղտը հանգիստ լրված է եղել իր համար, ու հիմա հանկարծ առանձնացել է ջրի երես, դա չի նշանակում, որ ինչ որ բան է իրարից բաժանվել կամ պառակտվել, հա, ոչ, ընդհանրապես կեղտը դուրս է եկել ջրի երես, այսքան բան։ Եվ անկախ նրանից այդ կեղտը ինչի կառուցվածք ունի, նա ջրային տիղմեր են հավաքվել նրա մեջ եւ նա այդպես է դրսեւորվում, ոչ միևնույնն է, դա կեղտն է, դա ջուրը չի հենց։ Կամ ասենք նստված կա լինում, չէ՞ որ հենց խառնած ավելի կկեղտոտվի։ Ինչի համար խառնել ամբողջը իրար։ Այնպես որ եթե լինում են հասարակության մեջ տարբեր կարծիքներ ու տարբեր շերտեր, սա ամենանորմալ բանն է, որ կարող լինի ժողովրդավար երկրում, պարզապես պետք է մենք հասկանանք, որ երբ որ դիմացին ինչ-որ բանից վրդովված խոսում է, մի բան կարելի է նրան լսել եւ եթե կա առաջարկ մտնել երկխոսության դաշտ, ապա սիրով, բայց մեր հասարակության մեջ ցավոք սրտի քյալությունը շատ մեծ տեղ է գրավում, դա էլ երևի բոլոր ժամանակներում դպրոցների ու կրթության պակասն է եղել կամ որպես քաղաքացի ձևավորման համար պետությունը ոչ այնքան էլ լավ ճանապարհ չի ընտրել եւ գովազդվել է մշտապես այն, որ փողոցը մարդուն ավելի է դաստիարակում, քան ասենք որոշակի ուսումնական հաստատություններ։ Դες ամեն ինչը զրոյից չպատմենք, ինստիտուտներում ինչ վիճակ, ասենք մասնագիտական կրթություն են մարդիկ ստանում, բայց արիոտես որ մասնագիտական կրթությանը կարող են լավ չտիրապետել, անգամ հենց մասնագիտական առարկայից կարող է երկուս լինել իրանց աճատը, բայց շատ փոքրիկ գումարով կարելի է այդ հարցը լուծել ինստիտուտներում։ Հետևաբար, ինչ մասնագետ էր սպասարկում ինստիտուտը, բարձրագույն ուսումնական հաստատությունը, հասարակությանը, չէ՞ որ այդ մարդիկ պիտի դառնային պետական գործիչներ, կառավարիչներ, ամենատարբեր հաստատություններում աչքի ընկնեն իրենց գործունեությամբ։ Սա է եղել ընդհանուր առմամբ եւ հիմա այո, մենք ցավոք սրտի շատ դեպքերում հենց խաղում ենք այդ ամեն ինչի պտուղները, որովհետեւ չի կարող դա ուղակի ինչ որ պահի լինի ու անցնի, դա անպայման իր հետևանքները պիտի թողներ եւ թողել է մեզ վրա։ Մենք ենք եղել դրա կրողը, հետեւաբար թողել է մեզ վրա։ Մեր խնդիրներն է չթողնել, որ դա անդրադառնա սերունդների վրա եւ հնարավորինս փորձել ինքնակրթվել եւ այլն։ Հիմա խոսում ենք ինքնակրթվելուց կամ խոսում ենք դաստիարակությունից, խոսում ենք մարդկանց տեսակից, այսօր եղավ թերևս ամենավառ օրինակը այդ ամեն ինչի եւ ես որոշեցի եթերս, որքան էլ որ կարող էր հագեցած լինել այլ թեմաներով, այնուամենայնիվ նախ եւ առաջ նվիրել հենց այս թեմային, հետո մնացածը կերևա։ Բարի երեկո դարձել բոլոր մեզնով միացածներին։ Ուրեմն տարածվեց մի կարճ տեսանյութ, որտեղ որ դե գիտեք, քաղաքացիական պայմանագիրը իր առաջին 50 հոգով դուրս են եկել իրենց կուսակցական քարոզարշավին, դա իրենց ներկուսակցական process-ներն են, ոչ մի կերպ չեն ազդում որևիցե բանի վրա։ Իհարկե, քաղաքացիների հետ հանդիպումները որպես վարչապետ միշտ էլ եղել են, բայց այնուամենայնիվ այցելությունները լինում են, շփումներ քաղաքացիների հետ եւ հանկարծ վարչապետը մտավ մի տեղ ըստ երևի թե գրադարան, ես այդքան էլ լավ չհասկացա, որտեղ որ մի տատիկ կարդում էր գիրք եւ նայելով թե ինչ է կարդում, բարձրացած կարդում է Իլոն Մասկ։ Այսինքն, բայց տատին ինքն էլ ասում է ինչ որ ամերիկացի գրող է, թե ինչ էս մի բան, ու ուսումնասիրում էր, առհասարակ ընթերցասեր մարդիկ կարդում են ամեն ինչ են փորձում իրենց հաճույքը վայելել, որովհետեւ ինչ որ բայց գիրք կարդալը դառնա ոչ թե միայն զբաղմունք, այլ դառնում է նաեւ տարերք եւ ընկղմվում ես այդ աշխարհ ու չես կարող ցանկանում այլևս դուրս գալ։ Եվ շատ գեղեցիկ տեսարան էր դա, երբ որ
տարեց կինը ընթերցում է, գիրք է կարդում, ես այդպիսի տատիկների շատ ճանաչում եմ, պապիկների նույնպես, հենց հայրս թեկուզ 84 տարեկանը, հիմա վերջին շրջանում շատ վատառողջ է, մարճակալային գրեթե վիճակը ամբողջովին, բայց դնում էր ակնոցները եւ խոշորացույցով կարդում էր գիրք, որովհետեւ ինքը միշտ սիրել է կարդալ գիրք։ Եվ տարբերություն չկա թե ինչ գիրք ձեռքը կընկնել, մենակ թե այդ գիրքը իրեն գրավել իր հետաքրքրություններով հենց առաջի էջերից քաշի, հա։ Մի խոսքով, այդ հատվածը տարբեր լրատվականներ տեղադրեցին իրենց մոտ, իրենց կայքերում, եւ ես որոշեցի մի հատ փոքրիկ ուսումնասիրություն եւ համեմատական տանել։ Ուրեմն այն կայքերը, որոնք որ հիմնականում հետևորդները ընդդիմադիր մարդիկ են, մի տիպի բան են գրում, որը որ բան են, ասենք կամ իշխանամետ են, կամ իշխանամետ չեն, ամենայն դեպս այս ռուսամետ առավոտից երեկո ագրեսիվ տոնայնությամբ միասնականությունից աղաղակողների թիմին էլ չեն պատկանում եւ նրանց մեկնաբանությունները ուշադրությանս արժանացած, ու ասում եմ, ահա խնդրեմ մեկնաբանությունները ամեն ինչ խոսում են լսարանների մասին, թե որ լսարանում ինչ տեսակ արժեհամակարգ է գործում։ Հիմա ես առաջարկում եմ միասին փոքրիկ մոնիթորինգ իրականացնենք, հասկանալու համար թե ինչա կատարվում, էլի։ Կրկնում եմ, մի մասում միջին վիճակագրական քաղաքացիներին հանգիստ ունենք, խոսում ենք հիմնական բանի մասին, կոնտենտի մասին, այստեղ այն մարդիկ են, ովքեր որ առավոտից իրիկուն գոռում են մեր հայրենիքը, մեր պետությունը, միասնականությունը, դուք եկաք, պառակտեցիք, չգիտեմ ինչեր արեցիք, ու դրանց պատկանող կայքերն են, որտեղ որ ինչ լուտանք ասես, ինչ ասես կամ այլ իրականության մեջ են ապրում, այս կողմում կներկայացնեմ իշխանամետ կայք։ Ուրեմն, առաջինը ընդդիմադիրներից սկսենք, այստեղ News AM TV, երևի թե ձեզ ծանոթ է այս կայքը, խնդրեմ, այսպիսի լոգոյով է հանդես գալիս, պիտի որ ձեզ ծանոթ լինի, եկեք միասին նայենք նախ տեսարանը, հա, հետո անդրադառնանք մեկնաբանություններին, ու սա արդեն խոսում է նրա մասին, թե որքանով է առաջարկող քաղաքականությունը ընտրություններ են, չէ՞ արժևում, ովքեր որքանով են իսկապես տրամադրված քաղաքացիների համար եւ քաղաքացիների իրավունքների համար։ Եկեք դիտենք տեսարանը։ Հələ պատին ինչ է կարդում, հələ նայեք, էլի մենակ, հələ նայեք, հələ եկեք ստեղ ժողովուրդ։ Հələ եկեք, բոլորը եկեք։ Այդ գրադարանի գրքերից ասում է տատիկը։ Ձեր անունը ինչ է։ Ջեդա, Ազգանունը։ Բադալյան։ Սա տատիկը հələ նայեք ինչ է կարդում։ Իլոն Մասկ։ Ինչ է կարդում։ Ուրեմն, անկեղծության ասեմ, մի քիչ ավելի բաշարող մարդիկ կարող են այս տեսարանը ուղարկել հենց Իլոն Մասկին, վստահաբար սա կդարձնեն իրենց համար մի գովազդային, չգիտեմ ինչ, էլի, բայց սա թողնենք մի կողմ։ Եկեք վերադառնանք մեր հասարակությանը։ Հիմա News AM-ը, որից որ օգտվում են հիմնականում քաղաքացիներ, ովքեր ունեն ծայրահեղ ընդդիմադիր հայացքներ, ոչ միայն ընդդիմադիր, այլ ավելի այն դաշնական հանրապետականների բաներն են, էլի, ասած վառվածներն են, էլի։ Տեսեք ինչ մեկնաբանություն են կարծում, սա ցնդաբանություն է, ժողովուրդ։ Ուրեմն հերթով ասած մի քանի հատ կթերթեմ, բայց չթիրախավորելու համար թույլ տվեք մարդկանց անունները չկարդամ, կարող եք ինքներդ մտնել ես ստուգել։ Ուրեմն մեկը ինչ է գրել։ Ասենք պարզ երևում է, էլի, իմիջիալոց տառասխալներով կոպիտ, երևում են եւ վյով եւ այլն։ Երևում է, էլի, որ գիրքն դրել եք տատիի դեմն, կարդում է, տատուն շատ պետք է թե Իլոն Մասկն ով է, ովան կլոր օյով։ Պատկերացնում եք, փնովում են, էլի, կամ 30 տարի ստաժ ունեցող դասախոսի հետ զրուցելուց ասած դեռ դմբոս ունեցի ուսանող չեմ ունեցել։ Կամ մյուսը, բա հո քո անդաստիրակ գիրքը չէր կարդալու, այստեղ գոնե տառասխալ չկա, անդաստիրակը այով տոճնի գրած է։ Ժողովուրդ, ձեր դռները փակ պայեք, այս խեղկատակը թող չմտնի ձեր օջախները պղծի։ Այժմ բեմադրության համար անցել է ստատիկներին օգտագործելուն, Մասկին Արցախի մասին գիրք նվիրելու համար մարդուն աշխատանքից հեռացնում ես, իսկ Մասկին կարդալը խրախուսում։ Հենց այդ դեպքից հետո պիտի տատիկը հետաքրքրվեր Մասկով, դու էլ այդ պահին հյուր գնայիր։ Ախր շատ պրիմիտիվ սցենարիստ ունես, մի քիչ ինքնասիրություն ունեցիր։ Բայց չէ, քո նման Էրդողանի գիրքը ձեռքի տակ։ Ժողովուրդ, ոնց եք սրան հանդուրժում, Արցախը ուրացողը, ցեղասպանությունը ուրացողը չի կարա հայ լինի։ Մյուսը, տատին ասա բիզնես բացի, իսկական տարիքն է, ծաղրում է, էլի, վարչապետի ելույթը։ Ես իմացա Էրդողանի գիրքն անենց ուրախացավ, ես ինչ կրկես են սարկել, ու այսպիսի մեկնաբանությունն է։ Ես հիմա իմ մեկնաբանությունների վրա էլ աշկս ընկնում, ստեղ մեկը գրել է Վարդան Քուկասյան վարչապետ։ Արի ես քեզ հենց իմի բլոկեմ, որովհետև չի կարա մանկապղծին այստեղ գովազդ լինի։ Կարող եք իհարկե անգամ տեղադրել ձեր ցանկությունները Քոչարյան վարչապետ, բայց մանկապղծին
կներեք չեմ կարող թույլ տալ գովազդին։ Սա էսպես, սա էսպես, ստեսություն։ Ու ես համառոտ ասեմ, նա անտեղի իմ ընտանիքին էլ անդրադարձել ու իմ երեխաներին։ Ու այստեղ ով նրա քարոզանի, ես կարող եմ այլանդակ բառերի շարան հիմա հղել, դա այն ոնց ապացուցված չէ, իմ երեխեքին է անդրադարձել, ինչ ապացուցված չի։ Դու չես հասկանում դու հիմա ինչ ես տեղ գրում։ Գնա ապեր, պրոստը գնա։ Չի կարա քֆուր չի, ես իմ ինչ լինի, դավայ, անցանք։ Մնացածը ով ինչ ուզում է գրի, էդի այն եզակի անձնավորությունն է, որը ես թույլ չեմ տա, որ իմ մոտ տենց գրառումներ։ Ուրեմն, մնացածի պահով պատրաստ եմ երկխոսության մեջ մտնել։ Տեսակ չէ մեկնաբանություններն ինչպիսին էին, ովքեր էին, News AM, այսինքն ինչն են ծառում, հերթով գանք էլի միան, այս քաղաքացիները նախ համարում են, որ դա սցենար էր, մի հատ տատիկ են բերել նստացրել զարոմներ, գիրք են տվել, ասում են հենց մտնենք, այս գիրքը կպացես, որ վերցնենք տենանք, որ Իլոն Մասկն է, որ այս ինչ է, հասկանում։ Երկրորդ, երբ որ խոսում եք վարչապետի գրքից, գիտեք, դա ստեղծագործություն է, բնականաբար ստեղծագործությունները կարող են ընդունվել, որոշ հասարակության որոշ շերտի կողմից կարող են չընդունվել, կարող են ոչ ընդունվել, ոչ էլ չընդունվել, կարող է շռնդալից հաջողություններ ունենալ, բայց խոսելուց առաջ ինձ թվում է պիտի ընթերցեք։ Ասենք օրինակ, ես չեմ կարող մի ներկայացում, թատրոն չգնալով եւ ներկայացումը չնայելով, ասեմ վատներ այդ ներկայացումը։ Կամ չեմ կարող գրքի մասին կարծիք կազմել առանց ընթերցելու, անկախ նրանից ինչ հանդել գրված, հասկանում։ Դուք ըստ երևույթին չեք կարդացել։ Ես ինքս էլ չեմ կարդացել, պիտի անկեղծ լինեմ։ Բայց քանի որ ես գիրք ընթերցող եմ իմ տեսակով, ու ես հասկանում եմ, թե ստեղծագործությունն ինչ է, ես բավականին նորմալ եմ վերաբերվում, իսկ ես վերջերս, եթե ձեզ այդքան ցավացնում է այդ փաստը ասեմ, որ մարդը շատ հստակ բացատրեց գիրքը ինչա ու ինչի մասին։ Եվ եթե մի հատ էլ վերնագրին ուշադրություն դարձնեք, առհասարակ վերնագրերը ամփոփ գիրքն են, պարունակությունն են ներկայացնում։ Երկրի հակառակ կողմը այն ժամանակագրվել, երբ որ մարտի 1 էր իրականացվել Հայաստանի Հանրապետությունում։ Եվ այլն։ Կարող եք ընթերցել նոր ձեր կարծիքը տեղադրեք, որպեսզի կարողանաք երկու բառ գոնե բանավիճել, լսելու ուսին չմնաք։ Կամ Էրդողանի գիրքը ժպտալով, այս ամեն ինչից խոսել ենք, բայց գիտեք, սա դնենք մի կողմ, ձեզ համար հետաքրքիր էր տեսի։ Օրինակ ինձ համար շատ հաճելի տեսարան էր դա, որովհետև այդ տարիքում ունենալ հետաքրքրություն գիրք ընթերցելու շատ սիրուն տեսարան էր։ Սա ձեր տեսակի մեկնաբանությունը, այն տեսակի, ովքեր որ թողնես առավոտից իրիկուն ասեն, բա համերաշխություն, ծաղրեն կրթությունը նորաձև է արշավը եւ այլն, սս բաներ են անում։ Հիմա ես առաջարկում եմ օրինակ իշխանամետ կայքից Civic AM-ը, խնդրեմ, նույն տեսարանն է, ու այստեղ ավելի այն մարդիկ են, ովքեր որ առավոտից իրիկուն չեն աղաղակում, չգիտեմ, համերաշխությունների մասին, այլ լուր հանգիստ ավելի տանում են այն ամեն ինչը, ինչ որ կա, տեսնում, նկատում եւ գնահատում են։ Հիմա եկեք ստեղ ընթերցենք, սեք կոմենտարի։ Այստեղ մի հատ կատակ կա սրտիկներով, բանով, տատին հաստատ համակարգիչից էլ բան կհասկանա, սոցիալական էջել կունենա։ Մյուսը շատ կիրթ գրագետ տատիկ է։ Մյուսը մեր երիտասարդությունը պիտի օրինակ վերցնի մեր տատիկից, որ այդ տարիքում շարունակում է կարդալ, սովորել մի նոր բան։ Դա նրա երկար ու առողջ ապրելու գրավականն է։ Ապրի տատիկը, սրտիկներ, բրավո սրտիկներ։ Տատին հեսա կալանքի կտանեն, որ Էրդողանի գիրքը չի կարդում խնդալու բաներ, դե ոնց չլինի մեկը երկուսը հանդիպում են։ Երանի փողոց դուրս եկած երիտասարդները այս տատիկի առողջ դատողությունը ու միտքը ունենային, չօգտագործեցին ընդդիմության, չօգտագործվեին ընդդիմության կողմից։ Եվ այլն, սրտիկներով սիրուն մեկնաբանություններ։ Ահա երկու տեսակի քաղաքական խմբավորումների հետևորդների մեկնաբանությունների տարբերությունը։ Այսինքն կարելի է, այլ ոչ մի գնահատական ոչ մեկին չտալ։ Միայն այդ ինչպես են աշխարհն ընկալում, ինչպես են գնահատում այս թևը, եւ ինչպես են աշխարհն ընկալում, ինչպես են գնահատում այս թևը, արդեն ամեն ինչ մեկնաբանությունները դրա մասին խոսում են։ Հասկանում եք, արդեն մեկնաբանությունները դրա մասին խոսում են։ Խնդրեմ այս երկու կայքերը իրենց հետևորդներով ու մեկնաբանություններով կատեգորիկ արժե համակարգային լրջագույն տարբերությամբ։ Գնել ջան, այդ գրողները Ռուսաստանում ադրբեջանցիների հետ ռեստորաններում քեֆ են անում ու ադրբեջանցու շուկայում առևտուր են անում։ Բնականաբար։ Գիտեք, մեկը կար այն որ գրել էր, չէ՞, Էրդողանի գիրքը կարդալու հետ կապված։ Ուրեմն ես իրեն մի բան ասեմ։ Երբ որ Հիտլերի Mein Kampf-ը իմ կյանքը գիրքը լույս տեսավ, թերևս ամենաշատը այդ գիրքը ընթերցեցին Հիտլերի թշնամիները։ Այդ կարճ դատողությունը, թե եթե քո թշնամին է գրել, ուրեմն պիտի ամեն ինչը շփրտես մի կողմ բան չունես, դա խոսում է քո թուլության մասին։ Այդ տեսակի մարդկանց թուլության մասին։ Այսինքն դուք անգամ մինչև հիմա չեք հասկացել,
Դուք գիտեք, որ թշնամի է, բայց դուք չգիտեք ինչ է նշանակում թշնամի եւ ինչպես է պետք աշխատել թշնամու հետ։ Դուք չեք ցանկանում ձեր թշնամությունը կառավարել, դրա համար ձեր թշնամությունը կառավարում են մյուսները։ Դրանով իսկ վճռելով ձեր ճակատագիրը ու վճռել են այդպես, մշտապես են վճռել։ Այն մշտապես, որովհետեւ դուք չեք ցանկացել ծանոթանալ, թե ում հետ ինչ հակամարտություն ունեք, ով է ձեր թշնամին։ Եվ եթե հիմա ձեզ ասեմ ով է թուրքը օրինակ, ձեզանից շատերը գրեք Ժորժ ջան, ձեզ հյուրաբերում ես տիպի պատկերացնել նավերով։ Ասում, ոնց թուրքը մեր հետ ցեղասպանություն ասա, դա գիտենք, դա գործողությունն է։ Իսկ ով է թուրքը։ Ծանոթ եք ձեր թշնամին, սա այ քանի որ ծանոթ չեք, սա ձեր թուլությունն է։ Քանի որ չեք մտել իրենց ներս ու աշխատել իրենց հետ, այ դրա համար էլ չեք ճանաչում։ Ու չգիտեք ոնց պիտի վարվեք։ Այ ադրբեջանցուն անընդհատ այտենց գիտեք ոչխար եք ասում։ Դուք չեք ցանկանում ծանոթանալ նրա մշակույթին, խորքը մտնեք, նրա ուղեղի մեջ մտնեք, մենտալիտետի, շփումներ կազմակերպել ու այդ շփումներով փորձել նրանց բենիդյոլը հասկանալ, թույլ եւ ուժեղ տեղերը բռնել։ Որոշել եք, որ չէ՞ լավ, նրանք ոչխարեն, մենք էլ եսիմ ովքեր ենք, լյուբոյ պահի Բաքու չայ խմող են։ Այդ դրա համար էլ կրկնակի ցավոտ ստացվեց, որովհետեւ պատերազմի ելքը պարտությամբ մի բան է, բարոյապես այս sense կոտրվեց, հա ուրիշ բան։ Ու սա մեր չիմացությունից, մեր ցանկություն չունենալուց ճանաչել։ Անկամ կապ չունի, դու թշնամություն ես անում, թե այ տեսեք, բարեկամին էլ չենք ճանաչում։ Նույն ձևակերպումը, նույն ձեռագրով մենք վերաբերվեցինք մեր բարեկամին, որը հանդիսանում էր Ռուսաստանի Դաշնությունը։ Մենք չափազանց շատ սիրեցինք իրեն, չափազանց շատ վստահեցինք, չափազանց շատ տրվեցինք։ Դրա համար նրա դավաճանությունը շատ ավելի խորքային ու ցավոտ եղավ ու կորուստով լի։ Այնպիսի ձևով, որ մենք միջև հիմի չենք ուզում հավատալ, որ այո, դա բարեկամն էր։ Ոսմը չպես կարող է всё-таки մի բան ուրիշ, կարող է всё-таки մեր մեղքի բաժնեկա, որովհետև ոնց կարող է, այ հենց այդպես, որովհետև դուք ոչ ձեր թշնամուն եք ցանկացել ճանաչել, ոչ ձեր բարեկամին եք ցանկացել ճանաչել։ Բացի այդ, դուք սևեռվել եք այս երկու ուղղության վրա։ Սա ամենամեծ խնդիրն է։ Սա թշնամի է, սա բարեկամ։ Եթե բարեկամ չի, ուրեմն թշնամի է, եթե թշնամի չի, ուրեմն բարեկամ է։ Դուք չեք ցանկացել տեսնել ու նկատել աշխարհը։ Չեք ընկալել, որ մենք այդ աշխարհի մաս ենք։ Չեք ցանկացել դա ընկալել։ Ոչ թե չեք ընկալել, չեք ցանկացել ընկալել։ Չեք ցանկացել հավատալ, կոնսերվատիվ, երբ որ ասում ենք, երբ որ ասում ենք կոնսերվատիվ ազգ ենք, շատերը սկսեցին քֆուրներով խոսալ, իբր իրանք կոնսերվատիվ չեն։ Իրաստավաց թե ազատ քֆուր տալը դա բան է, ազատության նշան է։ Սկսեցին տակլոր ֆրֆռալ, սկսեցին այլասերվել եւ այլն, գիտեն այդ ազատություն։ Ոչ։ Կոնսերվատիվ պատկերացումները այ հենց այստեղ էին կայանում։ Հենց այստեղ, որ մենք չէինք հավատում, որ մենք պետություն ենք։ Եվ մեր հույսը դրել ենք, որ միևնույնն է, բան չի լինի, որովհետև բանը կա։ Քանի որ այս թշնամին կա, մեզ բան չի լինի, որովհետև բարեկամը կա։ Քանի որ բարեկամը կա, մեզ բան չի լինի, որովհետև այս թշնամու հետ կապը։ Այս սա է եղել մեր աշխարհընկալումը։ Եվ ամենացավալին է, որ այսքան տարի անց, իսկ 5-6 տարին քիչ սրոք չի։ Դուք եք ասում, որ քիչ սրոք չի, լիքը բան կարելի է փոխել։ Բայց 5-6 տարվա մեջ դուք ձեր ուղեղի մեջ այդ պուճուրիկ լեզվամտածողությունը չցանկացաք փոխել։ Ու ինձ եք պահանջում, որ ինչ որ չգիտեմ ինչ էր փոխվել։ Հələ ամեն մեկից մեր մեջ փորձենք չտեսնել այդ կնոպկեն։ Դա դիսկոմֆորտ է։ Բոլորս։ Ես այս ինչ որ ասում եմ, ես ինձ չեմ առանձնացել։ Գուցե այս ինչ բաղով ես sense եմ եղել, մյուսը այնպես է եղել։ Գուցե այն ինչ բաղով էլ այն մյուսն այնց եղել, ես այնց եմ եղել։ Հասկանում եք, բայց ընդհանրական իմաստով բոլորս առանց բացառության բոլորս։ Եթե կուզեք Նիկոլն էլ հետը, եթե կուզեք Լևոնն էլ հետը։ То եթե կուզեք, ես կարամ հիմնավորեմ, որ Տիգրան Մեծն էլ հետը։ Հասկանում, ասեմ ոնց, տես։ Պետությունն է երաշխավորը քո պատմության գոյության։ Պետությունը։ Եթե դու չունես պետություն, քո պատմության գոյությունը հարցականի տակ է։ Եվ այո, մեր երբ չենք ունեցել պետություն, մեր պատմությունը գրվել է այնպես, ոնց որ հարմար է կայսրություններին։ Մենք պիտի հավատայինք նրան, ինչը որ հարմար է կայսրությանը, տիրոջը։ Մենք պիտի հպարտանայինք նրանով, ինչը հարմար է մեր տիրոջը։ Հասկացա՞ք։ Այսպես է։ Եվ ապագայի տերն ես դու։ Բայց մենք դեռևս, տեսեք, այսքան խոսում ենք, 5-րդ, 6-րդ տարին է խոսում ենք, անընդհատ անցյալ ներկայից ենք, չի խոսում, դա բնական է։ Դա այդտեղ անբնական բան չկա, որովհետև մենք գտնում ենք համեմատական բաներով։ Բայց պիտի քիչ-քիչ գա այն օրը, երբ որ մենք կխոսանք այսօրվա ու վաղվա մասին։
այդ օրը շուտ չի գալու ու դրա մասին արդեն ես չեմ խոսելու ոչ էլ ինձ հասակակից որևիցե մեկը խոսելու արդեն երիտասարդ սերունդը ով որ լինելու է այդ ժամանակվա կարողը արդեն հա ինքնա լինելու հիմնական պատասխանատու մի սերունդ հետո է դրան հասնելու բայց մենք պիտի ժառանգենք ինչ որ բան որպեսզի դա տեղի ունենա եւ ժառանգությունը բնակ մի դեպքում կարա լինի թանկարժեք անգնահատելի եթե մենք կարողանանք մեր մասին գնահատականը անկեղծորեն տալ եւ ընդունել տալ եւ ընդունել մեր այն բաստողումները որոնք եղել են եւ այդ ամեն ինչը մեր ընդունածով հանդերձ փոխանցենք ասենք գիտես ինչ երիտասարդ մենք ստեղ բաց թողում ենք ունեցել այսպես մի հատ իրավիճակում մենք մեզ սենս ենք դրսևորել որը մեր սխալն ու բաց թողումն է որպես ինքը հասկանա որ այդ տիպի սիտուացիայում այդպես չեն անում այս սա է նմանատիպ բաներն են էլի որոնք որ կարող են ապահովել մեր ժողովրդի ու պետության հարատեղությունը բայց մենք ոնց ենք վարվում չէ մի րոպե ես եկա ուրեմն ես մենք եսերով գնացող կամ անձերով մի անձով վերցնենք առաջնորդվենք մի անձով գնանք բանց մենք ինստիտուտները ասածը համակարգ ասածը չենք ցանկանում դեռևս ընդունել ու դա էլ ունի իր պատճառները դա էլ ունի հասկանում եք օրինակ մի քանի 100 տարի երբ որ Հայաստանի մի մասը եղել է Պարսկաստանի տիրապետության մյուս մասը Օսմանյան կայսրության բնական է որ մեր մեջ եղել են առաջնորդներ ոչ թե պետության ղեկավարներ պետություն չի եղել չէ այսինքն համակարգեր չեն ստեղծվել ուստի նշանակված մարդիկ են եղել կարող են լինել նրանք լավ մարդիկ էլի հայեր կարող են լինել ոչ այնքան կլիներ եկեղեցի առաջնորդ կլիներ մելիք կամ իշխան որևիցե հա ով պիտի կառավարել որպես ու այնպես կառավարել որ կայսրությանը գլուխը հանկարծ չտաներ էլի ասել ավելի ալ խնդիրներ չստեղծեն եւ բոլորը նայել են այդ մի մարդը ինչ ասում որովհետեւ մենք պետիկ տարածում ենք բայց պետությունը մերը չի մենք մասնակից չենք համակարգերի ամրական բնմանը առաջացմանը մենք կարող ունենանք ներկայություն այնտեղ բայց մենք մասնակից չենք դրան դա մերը չի հասկանում եք եւ մենք ընդամենը 2 տարի ունեցանք ժամանակ առաջին հանրապետության ժամանակ դա անելու եւ ողբերգական ավարտ ունեցավ որովհետեւ խորհրդային միությունը վերջիվերջո զավթեց օկուպացրեց Հայաստանի առաջին հանրապետությունը հայերի ձեռամբ մեծամասամբ եւ այսօր օրինակ շատերը նժդեհ ցիտում են բայց նժդեհը նաեւ ում դեմ էր կրվում նաեւ չէ որ այնտեղ գաղափարական լրջագույն կռիվներ էին եւ հիմա մենք 35 տարի ունենք անկախություն շուտով 35-ը կլառան այս տարի բայց դեռևս նոր ենք սկսում մեր պետության ինստիտուտների կայացումը այն էլ եթե հաջողվի որովհետև արժեվում ընտրությունները իսկ այն 30 տարիների ընթացքում մենք տեսել ենք որ համակարգերի ինստիտուտների կայացման համար ոչինչ չի արվել ճիշտ հակառակ ամեն ինչ արվել է որ չկայացվի այնց ոչ ձունենանք ոյին ունենանք բաման բայց չկայացվի հիմա նոր գնում է դրան բայց մենք չենք մտնում դա գնահատելու դաշտ իսկ դա շատ բարդ process է որովհետև մերպես մարդիկ են ովքեր անում են ինչ-որ բաներ որը անում են առաջին անգամ որքան էլ որ նպատակները բարի ու լավը լինեն կարող են սխալներ ունենալ եւ այս սխալների մեջ կողքները կանգնող մեկը չկա բավարար չի դեռ ճիշտ հակառակ մի բան էլ տակը քանդող կա դե դուք պատկերացրեք ծանրաբեռնվածության մակարդակը այս իմաստով հասկանում եք հարգանքներս Պետրոսյան ինձ համար քո գնահատականը կարևոր է այնպես որ պիտի խնդրեմ եթերը վերջում գաս մած սկզբից նայելով գաս էլի որովհետև սա սկսած որ լինի այնքան էլ չի որովհետև միտքը լրիվ այնպես տեղից է սկսվել որ իմ կարծիքով չափազանց կարևոր է sense թեմաներով խոսելը էլի եւ նախ մինչեւ մյուս թեմային անդրադառնալը թույլ տվեք ասեմ որ ինձ թվում է որ ես 2 շաբթի կամ 3 շաբթի ինչ որ մի լուրով կկիսվեմ ձեզ հետ, եթե ամեն ինչ նորմալ գնա, շատ հնարավոր է իմ քաղաքական պատկերացումների մասին եւ ինչպիսին եմ պատկերացնում առհասարակ, որտեղ ինչ ձևով, շատ հնարավոր է որ դուք դա տեսնեք։ Լսեք, եթե հետաքրքրություն կա իհարկե։ Հիմա գնանք առաջ։ Վարչապետի ելույթը բանում ԵԽԽՎ-ում շատերին մանտրաշ գցեց, շատերի մոտ տարակուսանք առաջացրեց, դա բնական է, բայց շատերն էլ որոշ առիթից օգտվելով եւ օգտվելով դարձյալ ժողովրդի չիմացությունից, սկսեցին քննադատել, թե ինչու է վարչապետը այնտեղ կանգնել խոսում եկեղեցու թեմաներով։ Բա տեսեք գնացել այնտեղ կանգնել է, ասում է որ նրանք պատերազմի բաներ են, այս կողմը բայց ինչ է, բա ոնց կլինի, անգամ ամենատարբեր վերնագրեր սկսեցին հայտնվել համացանցում, մի խոսքով
ու այս ամեն ինչը իրենց ռեսուրսներով այնքան տարածվեց, որ քաղաքացիների մոտ իսկապես այդ մտածողությունը առաջացավ, թույլ տվեք այսքան տեղը օրինակ, հա, օրինակի համար բերեմ Էլիզաբեթին արդեն ճանաչում եք, բայց այս մտածողությունը համատարած սկսեց աշխատել։ Մոտավորապես սրա մասին է խոսքը։ Անկախության հռչակագրին։ Նրա խոսքով անկախության հռչակագիրը կառուցված է կոնֆլիկտային տրամաբանության վրա, եւ այդպիսի տրամաբանությամբ չի կարելի անկախ պետություն կառուցել։ Բայց այստեղ շատ բարձ հարց է առաջանում։ Եթե սահմանադրության մեջ այլևս հղում չլինի անկախության հռչակագրին, ապա ինչի վրա պետք է հիմնվի Հայաստանի անկախությունը։ Միգուցե մենք ընդհանրապես արդեն անկախ չենք։ Կամ մի օր պարզապես մեզ կասեն, որ պետք է մոռանանք թե անկախության, թե մեր պետականության մասին։ Այդ դեպքում հաջորդ քայլը որն է, որ պարզվի, որ մենք ընդհանրապես պետք է լինենք Ադրբեջանի կազմում։ Նրան պարզապես պետք չէ հեռացնել իշխանությունից։ Նրա յուրաքանչյուր որոշումը պետք է քննվի։ Եվ այս ամենի համար ինչ տեղի է ունենում երկրի հետ, նա պետք է պատասխանի օրենքի եւ դատարանի առաջ։ Կներեք, ես ուրիշ բան մնացա, բայց այս թեմայից էլի ենք խոսելու, անկախության հռչակագրի թեման է, սա շատ կարևոր է ու շատ լավ է, որ սա միացավ։ Ես անընդհատ մոռանում եմ սրան այս թեմային անդրադառնալ, հազար ներողություն, հեսա ավելի կոնկրետ դնեմ։ Կներեք, ես չհասկացա, մոտից ինչ-որ բաներ են ջնջվել։ Ներողություն եմ խնդրում։ Լավ, երևի մոտիցս ջնջվել է, չգիտեմ, կամ ուրիշ տեղ եմ ուղարկել, չեմ հասկանում։ Միտքը երևի հասկացաք ինչումն է, հարցումներ են անում, դեպա պիտի չգնար, ԵԽԽՎ-ում ես ինչ բանը չխոսար, ինչ բանը չխոսար, բանդեղ սրբազան պայքարիստները, ջիհադիստները, այդ տեսեք, բանից Բագրատից վախենում է, Վազգեն Գալստանյանից վախենում է, բանը դրա համար կանգնել են տեղ խոսում է, ես ինչի ասել, բան հիմա ասեմ, շատ մի ներվայնացեք, տեսեք, նախ փոքրիկ համեմատական, երբ որ Հայկ Մամիջանյանը Հայաստանի դեմ դանոս էր տալիս, ձեզանից որևիցե մեկը դա չլուսաբանեց, կամ լուսաբանեցիք շատ դրական վերնագրերով, ու առանց նյարդայնանալու, անգամ որպես ձեռքբերում ընդդիմության համարեցիք, երբ որ Մամիջանյանը Հայաստանին ուղիղ մեղադրում էր Արցախի էթնիկ զտում իրականացնելու մեջ, այսինքն լրիվ ադրբեջանցի ոնց որ խոսեր, բայց փոքրիկ խոսակցություն կաս պետ ջան, բայց թող վերջնական տեսքի գա, չէ, ես չեմ կարող դառնալ, բայց գուցե դուք նման որոշում կայացնեք, տեսնենք, երկուշաբթի կհասկանանք ինչ է ստացվում։ Ուրեմն բացի Մամիջանյանը շատերը գումարած սրա ներքին կարգով, ներքին խողովակներով անընդհատ փորձում են արևմուտքում, այսինքն նման կառույցներին հասկացնել, որ Հայաստանում բռնաճնշումներ են, բռնապետություն է, քաղաք բանտարկյալներ կան եւ այլն, ու այդ ամեն ինչը անում են ոչ այնքան հրապարակային։ Եվ պիտի ասեմ, որ որոշակի արդյունքներ գրանցել են, անգամ վարչապետին լուրջ կառույցների ներկայացուցիչներ, Եվրամիության, Եվրախորհրդարանի հարցադրումներ էին անում, որ այս ինչ է։ Այսինքն ստերը իրենք տարածել էին, լցրել էին, հարվածում էին մեր պետությանը, դրանով չէին հարվածում Նիկոլ Փաշինյանին, հարվածում էին մեր պետությանը, եւ հիմա, երբ որ արդեն այնքան է, ոսենք վարչապետը գնահատում է, չէ՞, այնտեղ ներկայացուցչական կազմ ունենք, երբ որ նկատում է կամ ստանում է տվյալներ, որ արդեն այնտեղ մոտավորապես այսպիսի տրամադրություններ ու պատկերացումներ են, նա արդեն պիտի հստակ հրապարակային իր խոսքացի, այսինքն ինչքան եք տակից ուրցրել կեղտն ու սուտը, որ նա ստիպված արդեն հրապարակային դասել։ Իսկ դրա հրապարակային խոսքում ոչ մի ուրճացրած բան չկար։ Այս հերթով քիչ-քիչ կհամոզվեք։ Խոսում եք հռչակագրից, ճիշտ է։ Եկեք ընթերցենք մեր հռչակագիրը։ Ես առաջարկում եմ, ովքեր են կարդացել, խնդրում եմ պլյուս մինուս դնենք, էլի։ Անկախության հռչակագիր։ Այսինքն մենք կարող ենք շատ բան չանել, չլսել այս կամ այն մեկնաբանությունը, կարող ենք վերցնել ու կարդալ։ Խնդրեմ, Հայաստանի անկախության հռչակագիր։ 90 թվականի օգոստոսի 23-ին հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի առաջին նստաշրջանում ընդունված հռչակագիր Հայաստանի անկախության մասին։ Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը արտահայտելով Հայաստանի ժողովրդի միասնական կամքը, ելնելով մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի սկզբունքներից եւ միջազգային իրավունքի հանրաճանաչ նորմերից, կենսագործելով ազգերի ազատ ինքնորոշման իրավունքը, հիմնվելով 1989 թվականի դեկտեմբերի 1-ի հայկական ԽՍՀ-ի եւ Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի եւ Լեռնային Ղարաբաղի ազգային խորհրդի համատեղ որոշման վրա, զարգացնելով 1918 թվականի մայիսի 28-ին ստեղծված անկախ Հայաստանի Հանրապետության ժողովրդավարական ավանդույթները, խնդիր դնելով ժողովրդավարական իրավական հասարակարգի ստեղծումը, հռչակում է անկախ պետականության հաստատման գործընթացի սկիզբը։ Կետ առաջին, հայկական ԽՍՀ-ն վերանվանվում է Հայաստանի Հանրապետություն, կրճատ Հայաստան,
Հայաստանի Հանրապետությունն ունի իր դրոշը, զինանշանը եւ հիմնը։ Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան պետություն է, օժտված պետական իշխանության գերակայությամբ, անկախությամբ, լիիրավությամբ Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում գործում են միայն Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը եւ օրենքները։ Երրորդ, հայոց պետականության կրողը կներեք, երրորդին չասենք։ Հայոց պետականության կրողը Հայաստանի Հանրապետության ժողովուրդն է, որն իր իշխանությունը իրագործում է անմիջականորեն եւ ներկայացուցչական մարմինների միջոցով Հայաստանի Հանրապետության սահմանադրության եւ օրենքների հիման վրա։ Հանրապետության ժողովրդի անունից հանդես գալու իրավունքը պատկանում է բացառապես Հայաստանի Հանրապետության գերագույն խորհրդին։ Հայաստանի Հանրապետության տարածքում բնակվող բոլոր քաղաքացիների համար սահմանվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը, արտերկրի հայությունը Հայաստանի Հանրապետության քաղաքացիության իրավունք ունի։ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները գտնվում են նրա պաշտպանության եւ աջակցության ներքո։ Հայաստանի Հանրապետությունը ապահովում է իր քաղաքացիների ազատ ու իրավահավասար զարգացումը անկախ ազգությունից, ռասայական պատկանելությունից եւ դավանանքից։ 5-րդ Հայաստանի Հանրապետությունը իր անվտանգությունը եւ սահմանների անձեռնմխելիությունը ապահովելու նպատակով ստեղծում է Գերագույն խորհրդին ենթակա սեփական զինված ուժեր, ներքին զորքեր, պետական եւ հասարակական անվտանգության մարմիններ, ինստիտուտներ։ Հայաստանի Հանրապետությունը ունի ԽՍՀՄ սպառազինության իր մասնաբաժնի իրավունքը, որը գմբցրի։ Հայաստանի Հանրապետությունն ինքն է որոշում իր քաղաքացիների զինվորական ծառայության կարգը, այլ երկրների զորամիավորումները, նրանց ռազմական բազաները եւ շինությունները կարող են տեղաբաշխվել Հայաստանի Հանրապետության տարածքում միայն նրա Գերագույն խորհրդի որոշմամբ։ Հայաստանի Հանրապետության զինված ուժերը կարող են օգտագործվել միայն նրա Գերագույն խորհրդի որոշմամբ։ Հայաստանի Հանրապետությունը որպես միջազգային իրավունքի սուբյեկտ վարում է անկախ արտաքին քաղաքականություն։ Անմիջական հարաբերություններ է հաստատում այլ պետությունների ԽՍՀՄ ազգային պետական կազմավորումների հետ, մասնակցում է միջազգային կազմակերպությունների գործունեությանը։ 7-րդ Հայաստանի Հանրապետության ազգային հարստությունը, հողը, ընդերքը, օդային տարածությունը, ջրային եւ այլ բնական պաշարները, տնտեսական, մտավոր մշակութային կարողությունները նրա ժողովրդի սեփականությունն է։ Դրանց տիրապետման, օգտագործման եւ տնօրինման կարգը որոշվում է Հայաստանի Հանրապետության օրենքներով։ Հայաստանի Հանրապետությունը ունի ԽՍՀՄ ազգային հարստություն, այդ թվում ոսկու պաշարների, արմաստի եւ վալյուտային ֆոնդերի մասնաբաժնի իրավունք։ Սա գողացան տարան։ 8-րդ Հայաստանի Հանրապետությունը սեփականության բազմաձևության հիման վրա որոշում է իր տնտեսավարման սուբյեկտները եւ կարգը, հիմնում սեփական դրամ, ազգային բանկ, ֆինանսավարկային համակարգ, հարկային եւ մակսային ծառայություններ։ 9-րդ Հայաստանի Հանրապետությունը իր տարածքում ապահովում է խոսքի, մամուլի, խղճի ազատություն, օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանությունների իրավահավասարություն, իրավապահ մարմինների եւ զինված ուժերի ապաքաղաքականացում։ Երբ որ Նիկոլ ասում է զինված ուժերը պիտի ապաքաղաքական լինեին, գեներալները հետնել ասում էին դու թուրք ես։ Հիմա խոսում են, բա տեսեք ինքնուրույն բանա հռչակագիր են հիշել։ Հայաստանի Հանրապետությունը ապահովում է հայերենի որպես պետական լեզվի գործառույթությունը հանրապետության կյանքի բոլոր ոլորտներում, ստեղծում կրթության, գիտության եւ մշակույթի սեփական համակարգ։ Այստեղ նույնպես ուզում են ոտնահարեն, շատ լավ գիտեք, են պետական լեզու ռուսերենը կարա լինի, բայց ժամը կրճակագիրը ինչ է կանում։ Չեղա որ չեղարկեցիք ինքնուրույն։ Հայաստանի Հանրապետությունը սատար է կանգնում 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում եւ Արևմտյան Հայաստանում հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործին։ Սատար է կանգնում։ Սույն հռչակագիրը հիմք է ծառայում Հայաստանի Հանրապետության սահմանադրության մշակման, իսկ գործող սահմանադրության մեջ փոփոխությունների եւ լրացումների կատարման, պետական մարմինների գործունեության, հանրապետության նոր օրենսդրության մշակման համար։ Հայաստանի անկախության մասին հռչակագիրը Հայաստանի Հանրապետության հիմնադիր փաստաթուղթն է եւ Հայաստանի սահմանադրության հետ միասին նրա հիմնարար երկու փաստաթղթերից մեկը։ Այս սահմանադրության հետ կազմում են մեկ միասնական ամբողջություն, քանի որ Հայաստանի սահմանադրությունը խարսխված է անկախության մասին հռչակագրում ամրագրված սկզբունքների եւ նպատակների համար։ Հայաստանի սահմանադրությունը սկսում է հետևյալ բարբերությամբ հայ ժողովուրդը հիմք ընդունելով Հայաստանի անկախության մասին հռչակագրում հաստատագրված հայոց պետականության հիմնարար սկզբունքներն ու համազգային նպատակները ընդունում է Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը։ Հիմա տեսեք, սրանք ինչ են ասում։ Նախ մեր հռչակագիրը, սա է մեր հռչակագիրը։ Մեր հռչակագրի վրա ստեղծվել է սահմանադրությունը, որը մի քանի անգամ հարակվելերով փոփոխության է ենթարկվել, բայց հիմքում դրած է մեր հռչակագիրը։ Հիմա մեր սահմանադրությունը արդեն իսկ մի քանի կետերով ինքը իր համար ունիկ է, որ հռչակագրին չի կարա հղում անի։ Չի կարա հղում անի հռչակագրին, հասկանում եք։ Որպեսզի այս մարազմը վերջանա, այսինքն մեկ հղում անում, մեկ չի անում, ես ոնց հասկանում եմ ընդունվում է, որ նոր սահմանադրությունը հղում չանի անկախության հռչակագրին առհասարակ։ Անկախության հռչակագիրը որպես անկախության հռչակագիր շարունակում է մնալ։ Ես այդպես եմ առայժմ հասկանում, եթե ինչ-որ բան հետագայում
փոփոխվի, ես անպայման ձեզ կասեմ։ Ես իմանամ դրա մասին, անպայման ձեզ կասեմ ու միասին կքննարկենք։ Տեսեք, աշխարհում շատ երկրներ ունեն թե հռչակագիր, թե սահմանադրություն։ Անկամ կարող եք հանգիստ բացել կարդալ, օրինակ Միացյալ Նահանգների անկախության հռչակագիրը։ Որտեղ որ եթե կարդանք այդ հռչակագիրը, մի աննորմալություն։ Բայց սահմանադրությունը հղում չի անում շատ կետերի կամ առհասարակ չի անում, եթե չեմ սխալվում։ Այսինքն հռչակագիրը կա, դա անկախության հռչակագիրն է։ Սահմանադրությունը մայր օրենքն է։ Հասկանում եք։ Հիմա սրանք եկել են ողջևորված, գորգռում են, որ վայ սա մեր հռչակագիրին եթե օրինակ հղում չարվի, ուրեմն հռչակագիրը արվոչի չարինում, ուրեմն մեր անկախությունը բարի է գնում, հետեւաբար դա թուրքերի ու ադրբեջանցիների ցանկությունը եւ այլն եւ այսպես շարունակ, հասկանում եք։ Բայց հասարակ բան եմ ձեզ ասում։ Նոր որ ասում ենք պատերազմի մարտիկները, հիմի մեր հռչակագրի մեջ հստակ նայեք այս ուշադրություն դարձրեք այս հատվածին։ Մարդու իրավունքների միջազգային հանրային կողմից կենսագործելով ազգերի ազատ ինքնորոշման իրավունքը հիմնվելով 1989 թվականի դեկտեմբերի 1-ի հայկական ԽՍՀ-ի եւ Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին, այսինքն մեր սահմանադրությունը Հայաստանի եւ Արցախի վերամիավորման մասին այս հատվածին հղում երբ արել։ Սա մեր հռչակագրում կա։ Կա մեր հռչակագրում։ Երբ մեր սահմանադրությունը սրան հղում արել, որովհետեւ երբ որ հռչակագիրը գրվում էր փողոցում միացում էին գործում։ Ըստ էության մեծ հաշվով պատերազմը տենց էլ գնաց։ Նորմալ է։ Էֆորիա է, անկախությունը նոր ենք բանարել, Ադրբեջանն էլ այնտեղ բաներ անում, մի խոսքով ռազմական գործողություններ, ու այս ամեն ինչի մեջ այս զգացմունքայնությունը կարելի էր ունենալ, որովհետեւ հռչակագրերը առհասարակ ունենում են զգացմունքայնություն։ Դրանք օրենքի կետեր չեն, իրավական չգիտեմ ինչ բան, բայց իրանք ունենում են մեծ մասամբ զգացմունքայնություն։ Եվ եթե հաշվի առնենք երբ է գրվել, այդ զգացմունքայնությունը կընկալենք։ Բայց արի ուտես, որ կարճ ժամանակ անց սկսել են բանակցվել հետևյալի շուրջ։ Ինչ որ հողեր են վերադարձնում, ինչ որ ազատագրած տարածքները որքանով են օկուպացված, ինչ որ տանում ենք մեր զորքերն ենք տեղակայում, բայց Արցախի միջազգային ճանաչմանն ենք ձգտում, բայց մենք էլ չենք ճանաչում իր անկախությունը։ Ու այս ամեն ինչը վերամիավորվելու մասին չէ։ Եթե անվտանգության խորհրդի քարտուղար, մարտուղար Վիտալի Միլետալի հերնում ասում են չպետք է իրան Հայաստանն ու Արցախը նույնականացնեն։ Մեր մի նախագահը կանգնում ասում է դա կարմիր գիծ է, չի կարելի որ բան լինի։ Սենց բաներ, հետո գալիս է մեյդան անջատում հանուն փրկության պրոյեկտը։ Մի խոսքով, հետո գալիս է փոխանակ ենք այս ինչը տանք են ինչը վերցնենք։ Այսինքն, այսպես թե այնպես, դուք այս հռչակագրով չեք շարժվել։ Բայց եթե դուք ասում եք չէ սրանով պիտի շարժվեք, դա նշանակում է հետևյալը, որ դուք ասում եք այ հենց այդ Արցախի մասով էլ պիտի սկսենք, դուք եք չէ արցախցիներին խափում, որպեսզի նրանց զգացմունքները օգտագործելով ինչ-որ կերպ ձայներ քերեք։ Դուք ինքներդ շատ լավ գիտեք, թե դեռևս տևական ժամանակ արցախցիների Արցախ վերադառնալը դեռևս անհնարին է դիտարկում։ Ցավոք սրտի։ Ու դուք շատ լավ դա իմանալով փորձում եք նրանց զգացմունքների վրա խաղալ։ Ոնց արցախցին վերադառնալու Արցախ։ Ոնց։ Այս պայի դրությամբ։ Մատ կարող եք պատկերացնել։ Ոնց։ Ինչ անձնագիր է կրելու։ Կամ ինչ անձնագիր է կրել։ Ինչու է տարբերվել Հայաստանի Հանրապետության անձնագիրից։ Հետո երբ որ միտքը շարունակում եք արդեն Հայաստանի Հանրապետություն ինքնիշխան տարածքներ եւ այլն, այս ամեն ինչի մեջ Արցախը չկա։ Բախի չկա։ Որովհետև չկա։ Որովհետև այդ զգացմունքայնությունը գրել եք, նորմալ է, ոչինչ։ Ես չեմ ասում պետք է հրաժարվել, ոչ, սա մեր երազանքների բանն է եղել։ Ես մեկը դեմ եմ հրաժարվելու անկախության հռչակագրից, որովհետև բնական է 90-ականներին է գրվել։ Ով ասում պետք է հրաժարվել։ Պարզապես պետք է սահմանադրությունը հղում չանի դրան, որովհետև եթե հղում անի դրան, դա նշանակում է մենք ունենք տարածքային պահանջներ մեր արևանների նկատմամբ։ Թե Թուրքիայի, այնտեղ որովհետև այդ մասով էլ կա, թե Ադրբեջանի։ Գիտեք ինչ, եկեք իրար ճիշտ հասկանանք։ Ես երեկվա եթերի ժամանակ էր, երբ որ ես ասացի Ղարցից եւ Մուշից եմ, իմ արմատներով, մեկը գրում է բայթի որտեղ ասացի Թուրքիայի Հանրապետությունը, չգիտեմ, երևի այնքան էլ ճիշտ չընկալվեց։ Նայեք, ես հիմա հասկանում եմ, որպես քաղաքացի, որ ես այս պահին չպիտի տարածքային պահանջներով ներկայանամ հանրությանը, որովհետեւ այս պահին իմ դիրքերը թույլ են։ Նոր ենք մենք աշխարհի հետ սկսում աշխատել։ Էնել այս կարգի հեգեմոնների հետ դեռ մի հատ բարեկամ ունենք, એને բարձրեց էնի ամենաթշնամին։ Ես այս պահին իմ ռազմավարությունը որպես քաղաքացի ասում եմ այսպես, քանի որ Հայաստանի Հանրապետությունը ասված եւ հռչակագրում ես սահմանադրությունը մեր եւ ամեն ինչը Հայաստանի Հանրապետություն, պետք է հստակ ուրեմն ֆիքսվի Հայաստանի Հանրապետությունը, որ իմ հանդեպ չունենան հողային պահանջներ, ես պիտի հասնեմ դրան։ Այս պահին ես չեմ կարող դա։
ու պետք է սիրուն գլուխներս վաղ ուժեղացնենք մեր պետությունը, որովհետև կարող է հիմա նոր աշխարհակարգը ձևավորում, դեռ չգիտենք ինչով կավարտվի, բայց այդ աշխարհակարգը նույնպես հարատև չի լինելու, ու մեր սերունդներին պիտի ժառանգենք երազանք ու նպատակ, բայց ուժեղացնելով մեր պետությունը, շատ հնարավոր է, օրինակ 50 տարի անց, 40 տարի անց, 30 տարի անց եթե ողջ լինենք, ու լինի նմանատիպ խոսակցություն, իմ միտքը լինի այն, որ մենք այո ունենք հողային պահանջ, հասկացա՞ք, եւ սկսվի դա քարոզվել առհասարակ։ Եվ այդ երբ որ սերունդերին փոխանցած լինենք ճիշտ զգացմունքները, շատ արագ կկարողանանք նոր աշխարհը կիսելուց արդեն որպես աշխատող ուժ լինենք տեղում։ Այսինքն մոտեցումները իրենք տարբեր ժամանակահատվածում կարող են տարբեր ձևով դրսևորվել։ Այս պահի դրությամբ մենք չենք կարող եւ իրավունք էլ չունենք, եթե մենք ասում ենք մենք ունենք հողային պահանջ, կներեք ում հույսով, ինչ հույսով։ Բոլորդ գրեթե ասում եք, որ թուրքական աշխարհը ուզում է միանա, դառնա մեկ ամբողջություն, մենք նրանց կոկորտին ենք, նրանք ցանկանում են մեզ վերացնել, օքեյ։ Ու ինչա մեզ պետք անել։ Ինչա մեզ պետք անել։ Մենք պիտի էշ ուպոր մտնենք այդտեղ ու վերանանք։ Իմիջիայլոց մեզ 100 տարի առաջ, ավելի քան 100 տարի առաջ, էշ մցրել են միտեղ ուպոր, ու մենք վերանալուց հազիվ ենք փրկվել։ Հասկանում եք դուք։ Դա եղել է ցեղասպանության կամ առաջին աշխարհամարտի տարիներին։ Հիմա դուք ինչ եք ուզում։ Հիմա դրսևորումը սա է։ Մենք ունենք սահմանադրություն եւ հռչակագիր Հայաստանի Հանրապետության մասին եւ Հայաստանի Հանրապետության մասին, Հայաստանի Հանրապետության քաղաքացիներով աշխատելով պիտի գնալ։ Եվ եթե որևիցե մեկը փորձում է, չէ, անդրադառնում ենք այսպես, ուրեմն դուք պատերազմի գրողներ եք։ Տալիս եք լեգիտիմ իրավունք ձեր հակառակորդներին հարձակվելու մեզ։ Գիտեք ոնց։ Այնպես ես հիմի նստած վախենում եմ, ուսս վախից ասում եմ, վայ չէ, եկեք դա ճանենք։ Բացարձակ։ Ես եթե վախենում եմ, մի բանից եմ վախենում, որ ձեր նմանները, այդ ռազմատենչները թռնելու եք։ Դուք թռնելու եք, հայ մարդուն թողնելու եք մենակ։ Դու զինվորին եք թողնելու մենակ։ Դրա համար Այսով Արշակ Հայրապետյան, հայրենի խոսքը պատրաստ։ Դու իմ ասածը երևի չես հասկանում, Արշակ։ Ես հիմի կարող եմ իհարկե չափազանց կոպիտ պատասխանել, չունեմ դրա ցանկություն։ Ես ուզում եմ մենք իրար հասկանանք, ոչ թե հիմա վիճենք։ Ես նոր շեշտեցի, պատերազմի վախը չի։ Վախնա, որ փխրուն խաղաղությունը կարող է կոտրվի։ Ու ես չգիտեմ դու որտեղ ես, դու ով ես։ Ես չգիտեմ, ես քեզ կարամ վստահեմ, թե չէ։ Որովհետև 44 օրյային կներես քթից կերել եմ։ Քթից լավ եմ կերել։ Երբ որ տեսնում ենք այդ փախնողներին, զենքերը գցելով, երբ որ տեսնում ենք թիկունքում ինչ մուտիլով կեկա գնում, եւ ումոնց կողմից է գնում, այդ սաղ տեսել եմ, ու ես հիմա դաս եմ խաղել իմ ապրածից։ Հասկանում ես, ու հայերենով ասում եմ հայերի համար, որ ըմբռնելի լինի։ Հիմի եկել մուտիլովկա են անում։ Տեսեք, ուզում են հրաժարվել հռչակագրից։ Նա չգիտեմ, թուրքա հաճո բանան, թուրքա հաճո չի, հենց դա Հայաստանա հաճոնա։ Հայաստանա հաճոնա։ Ընդ որում առանց հրաժարվելու։ Պարզապես սահմանադրության հղումները պիտի բանդին։ Եվ մեր սահմանադրությունը, այո, փոփոխությունների ենթակա է, որովհետև մեր սահմանադրությունով պարլամենտական պետություն կառավարելը տեսնում եք ինչա։ Չեք տեսնում ինքներդ ինչա։ Հիմա ես ուզում եմ Արշակ ջան, դու ինձ հստակ պատասխանես մի հարցի։ Դու ճանաչում ես որևիցե քաղաքական ուժ Հայաստանի Հանրապետությունում, ով հենց հիմի նախընտրական բանա չէ, բոլորը ամեն ինչ խոսք են տալի։ Ովքեր ոչ թե մասնավոր տեղերում մուտիլովկա գցելով, այլ հրապարակային հստակ ասում են հետևյալը, որ ախպեր ջան, մենք ունենք տարածքային պահանջներ մեր հարևանների նկատմամբ ու մեր ընտրվելու պարագայում մենք պատրաստ ենք ռազմական ձևով այդ հարցերը լուծելու։ Ճանաչում ես։ Խնդրեմ մի քանիսի անունը տաս, եթե ճանաչում ես։ Եթե չէ, ապա մյուս կողմում էսա կանգնած։ Մինի սպուգնի է,
Էդն։ Ախր ինչ եք այ հենց էսա տապորով կտրելն է, էլի։ Այ հենց եթերի սկզբում որ ասում եք, եթե թշնամի չի, ուրեմն բարեկամ է, եթե բարեկամ չի, ուրեմն թշնամի է։ Եթե մենք ասում ենք պատերազմ պետք չի, խաղաղություն պետք, ուրեմն մենք վախենում ենք, եթե ասում ենք չէ, պատերազմ պետք, խաղաղություն պետք չի, ուրեմն մենք չենք վախենում, ախր այդպես չի։ Ո՞վ է ձեզ ասել, որ ինչ որ բանից վախենում են։ Ընդհակառակ վախեցողները, երբ որ թշնամին հարձակվել էր Հայաստանի Հանրապետության վրա, արդեն վախեցողները Բաղրամյանի վրա միտինգ էին անում։ Չվախեցողները դիրքերում առաջնագծում էին վաղուց։ Հարցը վախենալ չվախենալը չի։ Հարցը խաղաղության արժեքը եւ քո օրենքների տրամաբանությունը ըմբռնելն է։ Աշխարհի խաղի կանոնները անցնել ու այդտեղ խաղալը, ոչ թե դառնալ սեղանի վրա դեսերտ։ Հարցը դրանում է։ Այսքան ուրեմն մանրամասնիկ, այսինքն բաներ, հա, իմ ասածը վախերի մասին է։ Վախերը մեր շատ ուրիշներ են։ Մեր վախերը գիտեք որտեղ են։ Ուզեք ռեալ ասեմ որտեղ են։ Մեր վախերը աշխարհընկալում չունենալուց է։ Մենք վախենում ենք պետություն ունենալ։ Մենք վախենում ենք պետությունից։ Դրա համար ենք տարել պարկացել, մեկ սրատակ, մեկ նրատակ։ Մեր վախերը տեստեղեր են։ Մեր վախերը մեր չիմացությունից են։ Մեր չիմացությունն է։ Մեր վախերը, մեր իմացածը չիրագործելուց է։ Այդտեղ է մեր վախերը։ Դե փառք Աստծո։ Այն նրանք ովքեր որ զենքով գերեզմանների վրա երթում ուտելով կուսակցականներ են դառնում, նրանց մեջ գնացեք շատերին փնտրեք։ Ես բոլորին դարձյալ չեմ ասում, որովհետև այնտեղ կան իսկապես հայտնասեր տղեր։ Սա է հարցը։ Հիմա այսքան մանրամասն բացատրելուց հետո այդ հարցը պիտի լիներ։ Խոսքը խաղաղության մասին է, խաղաղության ամրապնդման։ Հայաստանի ցանկացած երկիր ձգտում է չմտնի ռազմական գործողությունների մեջ, որովհետև դա ուղիղ հարված է իր տնտեսությանը։ Սա սառը հաշվարկ է, սա բախ չի, է։ Սառը հաշվարկ է։ Եթե մենք ուզում ենք տնտեսապես ուժեղ լինենք, այսինքն պետությունը ուժեղ լինի, այսինքն մեր թոշակառու բարձր թոշակ ստանա, այսինքն հա ունենանք բարձրակարգ ուսումնական հաստատություններ, ունենանք լավ ճանապարհներ, ունենանք զինվորի թույն էպիկիրովկա։ Ես քեզ մի հատ բան ասեմ, էլի։ Այդ որ ասում ես վախերից, մի հատ հասարակ բան ասեմ։ Դու ինքը ծանոթ ես 44 օրյա պատերազմին մեր զինվորի էպիկիրովկեն ինչ գին արժեր, գնային ինչ բանի մեջ էր, ու թշնամու զինվորի էպիկիրովկեն ինչ արժեր։ Իսա լուրջ բան է առաջնագծում։ Լուրջ բան է։ Մեր զինվորի էպիկիրովկեն 20-25,000 դրամ արժեր, նրանցը մինիմում $400։ Ես խոսում եմ հակու կապիցելը։ Հակու կապից։ Ես դες հələ առաջ եմ գնում։ Սա ինչի արդյունք է։ Ուժեղ տնտեսություն։ Ուժեղ տնտեսություն լինում է մենակ խաղաղության ժամանակ ճիշտ կառավարելով։ Всё։ Որպեսզի ունենաս ուժեղ տնտեսություն, դու պիտի ունենաս խաղաղություն, հարատև խաղաղություն։ Ինչ է Եվրոպան առաջադեմ։ Եվրոպան էլ տեսել է երկրորդ համաշխարհային պատերազմ։ Քաղաքները ասես հողին հավասարեցրեցն եղել։ Ասեմ ինչի։ Որովհետև դրանից հետո 80 տարի պատերազմ չի տեսել։ Եվ 80 տարի ինքը անընդհատ կատարելագործվել է։ Իսկ մենք դրանից հետո տեսանք մի հատ սովետական միությունը Աֆղանստան, մի հատ Կորեա բանետյաները, մի հատ Արցախյան, հետո մի հատ էլ Արցախ, սենց է։ Սենց նյուանսներ կան։ Եվ մենք դա պիտի գիտակցենք, պիտի սկսենք գիտակցել ու գնահատել դա։ Ու առաջնորդվել դրանով, որովհետև ցավը տանեմ, քո իրավունքները որպես քաղաքացի գործում են միայն ու միայն Հայաստանի Հանրապետության տարածքում։ Իսկ ո՞րն է Հայաստանի Հանրապետությունը։ Որտեղ ես տեսնում դա, որտեղ որ գծված է, չէ, այսպես միլիմետրով գծված է, այս գծից, այս կողմ Հայաստանն է, այսպես, չէ։ Ու տեղա ուժեղանում իրավահավասարությունը, այսքան տեղը, այս գծից այն կողմ որ ունում ես ավտոյի, ուրիշ օրենքներ մի քիչ գործում։ Ստեղա, երբ որ ասում է անվտանգություն SNN-ը, որտեղ է գործում դա, այստեղ է գործում։ Երբ որ ասում է թոշակառու, որտեղ է գործում, այստեղ է գործում։ Եվ եթե դու այսօր քո սահմանը չես հստակեցնում քո թշնամու հետ, դու տալիս ես թշնամուդ հնարավորություն խաղալու այդ բաց տեղի վրա։ Կարող ենք խաղալ, բայց դա ռեսուրսներ է հավելյալ։ Իմի այսքան ստեղ բան է գրած։ Այս հռչակագիրը կարդացի, ծերից ծեր, քանի տեղ լսեցիք Հայաստանի Հանրապետություն բառը, Հայաստանի Հանրապետություն բառը կապակցությունը, քանի տեղ լսեցիք։ Մի 10 տեղ կա, չէ՞, 20 տեղ, ինչ 10 տեղ, հաստատ ավել։ Կամ Գերագույն խորհուրդ վաղուց չկա, ազգային ժողովը, դրանից առաջ նախագահական էին կառուցել։ Այսքան այս հռչակագիրը ինքը այդ իմաստով էլ է բան։ Հայաստանի Հանրապետություն քանի տեղ լսեցիք, լիքը տեղ է։ Այդ որտեղ է ներառյալ Ղարաբաղով։ Որտեղ։ Ինչ եք խափում ղարաբաղցիներին։ Ես նայում եմ, մատը հենց գնացել է միտինգի, ասում են խեսեք, ասում են որովհետև խոսքատվը Ղարաբաղ ենք գնում։ Արա սա ապերախտություն է։ Ապերախտություն խաղալ մարդկանց զգացմունքների հետ, օգտագործելով նրանց կարգավիճակը, ու տալ խոստում, որը դուք էլ գիտեք անիրականանալիա գոնե առայժմ։
Դա ապերախտություն է։ Որովհետև եթե ասենք լավ, հիմա ասեք, ընդ որում ոչ ոք հրապարակային չի ասում դա։ Քայլերի հերթականությունը նույնպես ոչ ոք չի ասում։ Սիրուն խոստում է տալիս են։ Մեկը ասեք ոնց։ Չէ, որովհետև այդ ոնցը վերաբերում է բոլորիս, բոլորիս ճակատագրից է գնալու, չէ՞։ Հա, բոլորիս կյանքից է ժամանակահատված գնում եւ այլն։ Հիմա այդ ոնցը պիտի պարտավորեն ասել։ Ու հələ ոչ ոք չի ասել։ Ու ես գրած կգամ, հիմա 3 ամիս կա ընտրություններ։ Գրած կգամ, որ չեն են ասելու։ Որովհետև իրանք էլ չգիտեն այդպես բան։ Իրանք էլ գիտեն, որ դա հնարավոր չի։ Բայց ձենա պետք ախպեր։ Ոնց 2021-ին խաղացին զոհվածների ծնողներից գայարանների վրա, թշնամություն հրահրելով օրվա իշխանությունը։ Նենց էլ հիմա են նույն բանը անում։ Այս անգամ արցախցիների հետ։ Վերջ սա է։ Պետք է մի քիչ օբյեկտիվ լինել։ Իսկ գիտեք ինչ, ոնց որ արդեն բոլորը մոռացել են, թե ոնց մեր այդ բանական բարեկամն է այդ ժամանակվա մեր պատկերացումներով բարեկամը 400 միլիոնը, երբ որ մեր սահմաններին ռեալ սպառնալիք կա, եւ Հայաստանի Հանրապետությունը ձեռից գնում է։ Եվ մեր ընդդիմությունն էլ զբաղված է մի օր առաջ կացելով այդ օրը։ Մեր բարեկամը այդ նեղ վիճակից մեր 400 միլիոնը վերցնում զենքը չի ուղարկում։ Բայց գնահատականը ուր է։ Ուր է այդ գնահատականը։ Մինչև այսօր մեր բարեկամը մեր սահմանները չի ճանաչում։ Ինչ չի ճանաչում։ Չլինի ասել հələ եկեք չճանաչենք, ցած այս Ադրբեջանը գրավում ենք տանք ձեզ։ Թուրքիան ցած էսա կիսում ենք մեջտեղից բան։ Կարող է դες խոստումներ ատվել ինչ որ։ Մենք հնարավորություն չենք ունեցել որևիցե մեկից զենք գնելու, որովհետև մենք կապված ենք եղել այդ պսևդո բարեկամին, ով պարտականություններ ուներ Արցախում իրականացնելու, չիրականացրեց ու ծախեց Արցախը։ Այսօր նույն այդ ռուսական ուժերը եկել են, ասում են այդ Արցախը, արցախցիները կվերադառնան Արցախ մենք որ գանք, դո լավ է։ Ոնց։ Դուք ռազմավար, ձեր գործը չի։ Մենք կգանք իշխանության կասենք, որ ոնց մեր գործը չի արա։ Էլ ինչը մեր բա ում գործն է։ Այդ մեր վախերը այդտեղ է։ Որ շատ հանգիստ, ոնց կորցրած տեղից հազիվ մի Հայաստան ենք ստեղծում, մի հատ էլ էլի պիտի տանեն վարիտա։ Այդտեղ է։ Խաղաղությունից խոսում են ուժեղները, ոչ թե վախկոտները, հանգիստ եղեք։ Խաղաղություն հաստատելը շատ ավելի բարդ process է, քան ռազմական գործողության մեջ մտնելը։ Այնտեղ արդարացված է, հեշտ է, ելնում ասում ժողովուրդ, մեր թշնամին է, չէ, այո, հավայց է, հակնում ենք։ Իհարկե այնտեղ կլինեն, էլի մուտիլոշիկներով 44 ենք, բայց ընդհանուր առմամբ է։ Խաղաղությունը կառուցելը դուք հասկանում եք, ասում ես թշնամին եմ, իմ թշնամին գալիս է նստում է, ու մենք պիտի մի հատ քայլ անենք խաղաղության ուղղությամբ։ Մի հատ բանի շուրջ պիտի պայմանավորվենք։ Ժպտալով իրար, որ կողքից տեսնեն, որ օքեյ, նորմալ է, մի խառնվեք, ոնց որ ստացվում է։ Իրար հետ մի հատ նկարվելով, ձեռի սեղմելով, մի հատ համատեղ հայտարարության ժամանակ իրար շնորհակալություն հայտնելով։ Սա կոչվում է խաղաղության կառուցում։ Ինչը շատ դժվար է։ Մոտ գնա թշնամուտներ ժպտա ձեռը երկարի տո բռնի էլ։ Չէ, Էդգարը չէ։ Ասում գնել դու վարչապետի տեխնացիություն դրելու ես, ու ոչ իհարկե։ Ես չեմ կարծում, որ ես քաղաքականապես այդքան աճել եմ, որ կարող եմ մտածել դրա մասին։ Եվ կարծում եմ նաև, որ դրա մասին չեմ մտածի ոչ միայն որ քաղաքականությամբ այդքան կաճեմ թե չէ, այլ որովհետև ես ունեմ ավելի հարազատ ու սիրելի ուղղություններ, որտեղ որ կարծում եմ կկարողանամ որոշ գործունեություն ծավալել, մասնակից լինել որոշ բաների, բայց այդ ուղղությամբ չէ, ես չունեմ այդպես ամբիցիոզ բաներ։ Սա է, նու, չգիտեմ, կուզեք մի քիչ էլ ուրիշ թեմաներ, եթե ցանկանում եք մեր բառել կարող ենք sense ինտերակտիվ զրուցել նոր թեմա չբացելու համար, որովհետև եթե մի հատ էլ նոր թեմա բացենք, կարող է չվերջացնենք արդեն, իսկ մենք մի ժամից ավել է եթեր ունենք։ Եթե կան ինչ-որ հարցեր, ապա խնդրեմ,
իհարկե ես կուզեի ես արտագաղթներ ներգաղթ թեմայից էլ խոսենք, բայց դա թողնենք վաղվան, Կիրակի է, կարող է մի քիչ անգամ շուտ եթե հրավիրենք, չգիտեմ։ Շնորհակալություն Արթուր ջան։ Այնպես որ ես ովքեր որ կեսից մեզ միացան, ասեմ, որ հիմքում մեր խոսակցության ամփոփենք էլի, հա, հիմքում մեր խոսակցության մեր հասարակության տարբեր շերտերի նույն իրավիճակի մասին ունեցած մեկնաբանություններն են, մեկը այնպիսի կայքում, որտեղ որ հիմնականում ընդդիմություն չասեմ, բայց ագրեսիվ են ներկայանում, որովհետև ընդդիմությունը քաղաքականին պատկերացում որ շատ ավելի հետաքրքիր բան է, քան կան, եւ իշխանամետ կայքը երբ որ ներկայացնում է նույն տեսարանը մեկնաբանություններն ինչպիսին են։ Կարող եք եթերը սկզբից դիտել, եթե չեք դիտել, սկզբից դիտել, տեսնել թե ինչ տարբերությունների մասին ենք խոսում, որպեսզի նաեւ ըմբռնեք, թե եւ ամեն մարդու ասած միասնականության կոչին արժի հավատալ, թե չարժի հավատալ։ Մոտավորապես այսպես, շնորհակալություն եթերը դիտելու համար, շնորհակալություն բաժանորդագրվելու համար, շնորհակալություն մեր թե հիմնական հետևորդներին, դիտորդներին, շատերի հետ արդեն բավականին ընկերացած եւ շնորհակալություն բոլոր նրանց, ում հետ դեռ առիթ կունենանք շատ ավելի մտերիմ ծանոթանալու եւ շփվելու։ Լավ եղեք, ամեն ինչ շատ լավ է լինելու, այդ վախերը կարող են լինել, դավադբալ չի, չափավոր, նայած ինչ արժեքների շրջանակներում եւ որոշ գործունեության մեջ պետք է հավասարություն դրսեւորել ու քայլել առաջ դեպի վաղվա օրը, դեպի ապագա, որը որ հաստատ մերն է լինելու, մեր ասելով հայ ժողովրդին եւ Հայաստանի Հանրապետությանը։ Կեցա Հայաստանի Հանրապետությունը։ Բարի գիշեր ձեզ։